Ֆիլմի թերևս ամենաբարդ դրվագը դա ավտովթարի դրվագն էր։ Այս ամբողջ ընթացքում ես հաճախ եմ լսել հետևյալ հարցը, թե արդյոք դժվար չէր հանդես գալ միևնույն ժամանակ թե որպես ռեժիսոր, թե որպես դերասան։ Քանի որ մենք ամբողջ ֆիլմի աշխատանքները մանրակրկիտ արել էինք եւ միայն կադրաբաժանումներով էինք աշխատում, բայց միևնույն է ամենաբարդ տեսարանը շարունակում էր մնալ ավտովթարինը։ Ինչու, որովհետև այդ դրվագում իմ աչքերը փակ էին եւ ես չէի կարող տեսնել, թե իմ շուրջը ինչ է կատարվում եւ մնում էր ուղակի, այսպես ասած, կռահել, իսկ փակ աչքերով կռահել կադրը, տեսախցիկի աշխատանքը, երևի այս դրվագն էլ խոսում է իմ թիմի գերպրոֆեսիոնալիզմի մասին, որ նույնիսկ այդ իրավիճակում մենք կարողացանք փայլուն արդյունք ստանալ ըստիս, ինչու, որովհետև մեզ համար շատ էական էր, որպեսզի հայ իրականության մեջ, կինո իրականության մեջ նկարեինք ոչ ընդունված կարգով ավտովթար, այլ հերոսին տեսնեինք ներսից, տեսնեինք նրա դեմքը, դիմախաղը, ինչն էլ որ մեծ դժվարությամբ, ինչպես նաև մեծ ֆինանսներ ծախսելու արդյունքում կարողացանք նկարահանել Մոսկվայում։ Շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը Հայաստանում տեղի ունենար, որովհետև իրականում այդ մեխանիզմը, որով նկարահանումը տեղի ունեցավ, ապարատուրան, որը բերել էին, իրականում հայ ինժեներական միտքը ճանաչելով, չեմ կարծում, որ շատ բարդ կլիներ, եթե մենք ստանայինք եւ մեր կինոարտադրության մեջ ունենայինք նման տեխնիկական հնարավորություն, բայց ամեն դեպքում նկարահանեցինք այնտեղ եւ այդ ժամանակ ես հիշում եմ, որ ինձ մոտ արդեն իմ ողնաշարի ճողվածքները հասել էին իրենց վերջին մակարդակին ու ես շատ դժվարությամբ էի քայլում եւ դրվագում ինձ պետք է կապեին մեքենային եւ մեքենան պտտեին եւ հենց առաջի դուբլի ժամանակ ես շատ տրամադրված էի, քանի որ արդեն ֆիլմի նկարահանումները ավարտվել էին եւ մնում էր այդ մի դրվագը այն մտքով, որ եթե հանկարծ ինձ ինչ-որ մի բան պատահի, ֆիլմը արդեն պատրաստ է եւ մոնտաժն էլ զուգահեռ էին կարել, արդեն 1.5 ամիս անցել էր նկարահանումներից եւ սիրտս հանգիստ էր, որ եթե ինչ-որ մի բան պատահի, ամեն դեպքում իմ ուզած ֆիլմը կլինի եւ հիշում եմ, որ երբ պտտեցին մեքենան, ղեկը տեղից դուրս եկավ եւ ճխլեց հենց այն ոդկը, որը հենց վնասված ոդկն էր։ Բոլորը մտածում էին, ես վախեցել եմ պտտելուց, դրա համար եմ այդպես գոռում, բայց իրականում ղեկը այնքան էր սեղմել, որ նույնիսկ այդ նստատեղի կաշին պատրվել էր ու վնասվել էր։ Այնտեղ մի հետաքրքիր պահ կա, ես հա մտածում էի, ինքս շատ եմ մարտերով հագեցած ֆիլմեր նայել, տարբեր ժանրերի, մանկուց սկսած եւ մտածում էի յուրաքանչյուր նման դրվագում կամ ավտովթարի դրվագում միշտ հերոսի, այսպես ասած, բերանից կամ ինչ որ միտեղից արյուն է հոսում, ինչ որ օրիգինալ բան էի ուզում մտածել եւ դերասանական առումով այս պահը ինձ համար հիմա որ արդեն նայում եմ ֆիլմը բավականին հետաքրքիր ու այսպես ասած հավաստի է թվում, երբ այսպես ասած դերակատարի այս բարակայում իմ բերանից այդ սպիտակ հեղուկը այդի վրայով ծորում է, դա այսպես ասեմ մտածված չէր եւ հենց այդ վարքյաններին, երբ ես աչքերս փակ մտածում էի ինչպես անեմ, որ ամեն բան ճիշտ լինի, չնայած մենք շատ լավ պատրաստվել էինք, իմ փոխարեն մարդ էինք պարկացրել եւ ես մոտավորապես գիտեի ինչպես է տեղի ունենալու, բայց դե ամեն դեպքում սարսափելի է, երբ մարդու աչքերը փակ են եւ փաստորեն այդ դրվագը այդ պահին ձևավորվեց եւ ինձ համար որպես դերասանի շատ հետաքրքիր ու հավաստի պահ է ընդհանուր, եթե իմ դերասանական խաղը իմ կողմից ենթադրենք քննարկման արժանանա։ Սա էր ֆիլմի ամենահետաքրքիր, ամենավտանգավոր եւ ամենամարտահրավերներով լի դրվագը։ Դերասանից ռեժիսոր անցումը եւ ռեժիսորից դերասան անցումը կատարվում է միայն մի նպատակով եւ պատճառով, որովհետեւ ես ունեմ երազանք։ Ես միշտ երազել եմ լինել լավ ֆիլմում, լավ դերասան։ Եվ մեր գործում դրանք փոխկապակցված են։ Դու կարող ես լինել լավ դերասան կամ դերասանուհի, բայց չունենալ լավ ֆիլմ, իսկ լավ ֆիլմ բացի մի շարք կոմպոնենտներից ապահովում է ռեժիսորը։ Եվ ինձ երբ հարցնում են ինչու թողեցիր այստեղ քո աշխատանքը հեռուստատեսությունում
նկարահանումները տարբեր ֆիլմերում, հեռուստանովելներում եւ գնացի իր, այսպես ասած, Մոսկվա կրթությունը շարունակելու, որպեսզի դառնաս ռեժիսոր։ Ես ասում եմ, ես դարձա ռեժիսոր մի պայմանով, որ կարողանամ ինձ իմ ուզած ֆիլմերում նկարահանել։ Սա շատ անկեղծ խոստովանություն է, ուրիշ որևէ ամբիցիա չի եղել, այսպես ասած, ռեժիսոր դառնալու, բացի այն, որ ես 4 տարեկանից ինձ ինչ հիշում եմ, անգիտակցաբար նույնիսկ դերասան բառը չիմանալով զբաղվել եմ այս գործունեությամբ եւ իսկապես իմ երազանքն է լավ ֆիլմում նկարահանվել եւ հանդես գալ իմ ամբողջ դերասանական շնորհով, ինչը որ այսպես ասած Աստծո կողմից ես ստացել եմ այնքան ինչքան ստացել եմ եւ դա է պատճառը, որ ես կարողանում եմ իմ էմոցիաները կառավարել, շատ խորքային փորձեցի պատասխանել հարցին, կարողանում եմ իմ էմոցիաները կառավարել, իսկ այս բառ դերակատարման ժամանակ ես էլի եմ ասում, որ մենք մեր թիմով մեծ աշխատանք էինք տարել, ես, մեր օպերատոր Սուրեն Թադևոսյանը, երկրորդ ռեժիսոր Վարդան Հակոբյանը, Արմեն Ղազարյանը, ֆիլմի նկարիչը եւ ամբողջը մենք մեր Տիգրանի կադրաբաժանման հեղինակի հետ մանրակրկիտ, այսպես ասած, որոշել էինք ամեն կադրը եւ հետաքրքիր մի բան ասեմ, որ եթե այսօր ես մեր ֆիլմի կադրաբաժանումը տպեմ եւ այսպես ասած գրքույկ սարքեմ, հեռուստադիտողը հանդիսատեսը կարող է բացել այդ այսպես ասած նոթերը եւ նայել ֆիլմը եւ ամեն մի կադրը նկարած թղթի վրա համընկնում է էկրանին տեսնելիք կադրին։ Սովորաբար ռեժիսորները գնում են իմպրովիզացիայի դաշտ, ես փաստացի ինձ զրկեցի դրանից, ավելի գնացի ռացիոնալ եւ նախապես որոշված տարբերակով, որովհետեւ ոչ այդ ֆինանսական հնարավորությունը կար սխալվելու գոնե մի անգամ, ոչ էլ պատասխանատվություններ ցածր, որպեսզի կարողանայի էքսպերիմենտներ անել, իսկ որպես պրոդյուսեր հաշվարկել էի, թե յուրաքանչյուր անգամ, երբ դերասանը պիտի մոտենա տեսախցիկին եւ նայի արդյոք լավ է նկարահանված, ես դա հաշվել էի ինչ պիտի արժենա եւ հասկացել էի, որ մեկ այլ ռեժիսորի նույնիսկ տաղանդավոր վճարելու դեպքում միևնույն է, ես շատ ավելի շատ պիտի վճարեմ եւ միշտ երբ որ մոտենում էի մոնիտորին իմ խմբին ծիծաղելով ասում էի, որ ես վճարել եմ այս քայլերի համար, հաշվարկածվել է ամեն քայլը ինչ արժի։ Իրականում շատ հետաքրքիր պրոցես էր եւ այս ճանապարհը անցնելուց հետո ես կարող եմ ասել մի բան, որ ստերեոտիպերով առաջնորդվելը, թե ով ինչ կարող է անել, մի մարդ կարող է լինել համ ռեժիսոր, համ դերասան, համ սցենարիստ, համ պրոդյուսեր, կյանքը ապացուցեց, որ այո։ Եվ ես ուրախ եմ դրա համար, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր, չնայած իմ վստահությանը, որովհետև ես իմ կյանքից 17 տարիներ էի տվել իմ կրթությանը, բառից բուն իմաստով, գիշեր-ցերեկ, եւ դրա համար այդ վստահությունը ես ունեի, բայց նաև երևի ապացուցելու կարիք կար ուրիշներին եւ ես շատ կուզենամ, որ այս օրինակը նաև ոգեշնչող լինի այն մարդկանց համար, ովքեր ուզում են մի բան անել ավել եւ կասկածում են կամ կողքից լսում են, որ իրենք չեն կարող։ Եվ ամենակարևորը հիշենք, երբ դիմացինը քեզ ասում է, որ դու ինչ-որ մի բան չես կարող անել, նա դա ասում է իր մասին, ոչ թե քո, եւ նա երբեք քո տեղում չէ, որպեսզի որոշի դու ինչ կարող ես անել եւ ինչ ուժ եւ շնորհ ունես, որ Աստված քեզ տվել է այդ ճանապարհը հարթելու համար։ Չէ՞ որ ասում են, որ եթե երազում ես, ուրեմն Աստված այդ երազանքը դրել է քո մեջ, հետեւաբար նաև տվել է ուժը, որ կարողանաս հաջողել։ Ոյ, ֆիլմի ամենաթանկ տեսարանը բնականաբար դա աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններն էր, որը փայլուն կերպով մեր թիմը Արմեն Ղազարյանի բեմադրող նկարչի շնորհիվ ստացավ։ Ասեմ, որ մեր թիմում յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կադրի համար շատ մեծ աշխատանք է տարել, նույնիսկ այն մարդիկ, որոնք նախատեսված չէին նման աշխատանք կատարելու համար, նրանք ամբողջ հոգով նվիրված էին այդ աշխատանքներին եւ եւս մեկ առիթ է իմ թիմին մեծագույն շնորհակալություն հայտնելու։ Երբ ես այս ամենը նախաձեռնում էի, ամեն կողմից դե երբ հասկացամ, որ ես միևնույն է ծանրամարտ եմ պարապելու եւ արդեն մարզվում եմ, արդեն չէին ասում, որ չի ստացվի, հատկապես որ քիչ-քիչ գիրանում էի, քաշերները ավելանում էին։
հետո մարդիկ սկսեցին ասել, որ շատ լավ, իսկ ինչպես է ստանալու աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները, որովհետեւ նման բան շատ բարդ է նկարահանելը եւ այնքան էլ հեշտ չէ եւ դեպքեր չկան, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Ես էլ ամենաշատը սիրում եմ այդ դեպքեր, որ չկան տարբերակը եւ փաստացի մենք երկար հաշվարկելուց հետո մեր երկրորդ ռեժիսոր Վարդան Հակոբյանի հետ թե ինչ ծավալների մասին է խոսքը եւ մեր տնօրենի Հայկ Թադևոսյանի հետ եկանք այդ ահռելի գումարի առաջ կանգնեցինք, որը գրեթե ֆիլմի բյուջեի կեսն էր, հասկացանք, որ սա ֆիլմի ամենակարևոր դրվագն է, այսպես ասած կուլմինացիան, որը անում է դեպի ֆինալ եւ կատարսիսի զգացողություն հաղթանակ, մենք պիտի անենք ուղղակի փառահեղ եւ հասկացանք, որ մենք հնարավորություն ունենք ֆիլմը նկարահանելու, ֆիլմի այդ դրվագները նկարահանելու մի դուբլով։ Դա ուղղակի սեփական անձը մահապատժի ենթարկելու որոշում է, նույնիսկ հիմա հուզվում եմ, որ հիշում եմ։ Հիմա կասեք ինչ կա հուզվելու։ Ուղղակի կար ահռելի պատասխանատվություն եւ չկային միջոցներ բացարձակ։ Միայն կային մարդիկ եւ սա այն փառահեղ պահն է կյանքի, երբ դու հասկանում ես, որ մարդկային գործոնը ինչ անգին է եւ մեր ամբողջ թիմը մի մարդու պես ոնց որ ռազմի դաշտում առաջի գծում կանգնած ուղղակի որոշում էր կայացրել, որ դա պիտի նկարահանվի եւ ամեն մի օրը մեզ վրա միլիոններ էր ուղղակի արժենում ու մենք սկսեցինք նկարահանումը ամբողջ սպորտային դրվագները, որը 20 րոպե է տևում ֆիլմում, 20 րոպե պատկերացնում եք, դա ուղղակի մահափորձ է։ 20 րոպե մենք նկարում ենք մի դուբլով։ Ինչ լինում է, լինի տարբերակով եւ ամենասարսափելին, որ մենք ունենք, այսպես ասած, ուղիղ եթեր, պրիմայա տրանսլյացիա, PTS ասվածը, որը մեծ շնորհակալություն Fast Media-ին, որ տրամադրեց մեզ այսպես սիրով այդ տեխնիկական հնարավորությունները ու ամբողջ այսպես ասած այդ ուղիղ եթերի ապահովման տեխնիկան այդտեղ էր ու մենք հասկանում ենք, որ մենք հերիք չի մի դուբլով ֆիլմ ենք նկարում, բացի դա էլ էկրանին աշխատում է ուղիղ եթերը։ Այսինքն մենք գնացել ենք մի ճանապարհով, որ ֆիլմում ստանանք իրականություն։ Երբ ես ֆիլմը սկսում եմ, ինձ ասում էին ծանամարտը բավականին пассив սպորտաձև է եւ դա է պատճառը, որ աշխարհում նման սպորտաձևի մասին ֆիլմեր չեն նկարում, որովհետեւ ամեն ինչ դանդաղ է տեղի ունենում եւ դիմացտել չկա հակառակորդ դու ես եւ երկաթը։ Եվ ես հասկացա, որ այստեղ արդեն արվեստի հերթն է, արվեստի գեղեցկությունն է հակառակը անելու։ Եվ փաստացի նաև հանդիսատեսը, ովքեր դիտել են ֆիլմը, կփաստեն, որ այդպիսի դինամիկա, այդպիսի пассив վիճակում ստանալ այդպիսի էմոցիոնալ դինամիկա իրականում շատ կարևոր ու ելի եմ ասում մեր թիմի մեծ աշխատանքի արդյունքներ։ Եվ մենք սկսեցինք մի դուբլով նկարել, նույնիսկ ես որպես այսպես ասած գլխավոր դերակատար շանս չունեմ երկրորդ դուբլի ու ասում եմ Աստված իմ, ինչ ուզում է թող լինի, եթե պիտի վատ լինի, թող վատ լինի։ Հիմա ներողություն կխնդրենք, ոչ մենք առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք հատկապես Հայաստանում, որ ինչ որ մեզ մոտ չի ստացվելու։ Եվ սկսեցինք նկարել 3 օր տևեց։ 3 օր մեր թիմը ուղակի չէր ապրում, ուղակի ծպտուն չկար, բոլորը մրջյունի պես կատարում էր այդ աշխատանքը, որ մենք կարողանայինք այդ փոքր գումարով իրականացնել այն մեծ ու կարևոր աշխատանքը, որը կատարեց մեդալի հակառակ կողմում կանգնած մեր ստեղծագործական թիմը, որին ես շատ շնորհակալ եմ։
Ֆիլմի նկարահանման ընթացքում զավեշտալի դեպքերից մեկը այն էր, որ այնպես էր նախատեսված սցենարում, որ ես պետք է ընկնեի եւ վնասեի իմ ոդկա այդ հայտնի դրվագը, որ տարածվեց նաեւ համացանցում, թե ինչպես ենք նկարահանել եւ ամեն բան պլանավորած էր, որ ես պետք է գամ ծանրաձողը վերցնեմ եւ այսպես ասած դերասանական խաղով վրիպեմ եւ ընկնեմ, բնականաբար հնարավորինս մոտ այդ իրավիճակին եւ հավաստի, որից հետո ես այդ ամենը անում եմ, ընկնում եմ եւ բնականաբար ծունկս բռնում եմ, սկսում եմ լաց լինել, բավականին իրական վիճակ է ստեղծվում, ես ամբողջովին կարմրում եմ եւ արդեն թիմը հասկանում է, որ ինչ որ խնդիր է առաջացել եւ բոլորը արդեն ստոպ են տալիս, վազում են ինձ մոտ եւ ամեն մեկը մի կողմից ուզում է հասկանալ ոտքիս հետ ինչ է պատահել, որովհետեւ ես ոտքս բռնած գոռում եմ, որովհետեւ սցենարում այդպես է նախատեսված։ Բայց իրականում ես վնասել էի շատ լուրջ իմ ձեռքը, որի սպիերը մինչեւ հիմա մնացել են, բայց քանի որ սցենարով նախատեսված էր, որ ոտքն է վնասվել, ես գոնե մտածում եմ այդ ընթացքում, սա էլ դերասանական մասնագիտության մագիան է, որ չկորցնեմ այդ պահը եւ այդ ցավը, որը հիմա շատ բնական է էկրանին, գեներացնեմ ոտքի վրա։ Եվ այս իմ ամբողջ թիմին այնպես է ձեռքս ցավում, ինձ թվաց կոտրվել է, որ չեմ կարողանում ասել, որ ոտքիս ոչ մի բան չի եղել, այլ հակառակը, քանի որ ծանրաձողի ներքևում այդ պամոստ հարթակ ասված երկաթե եզրեր ունի, ես մի փոքր մի միլիմետր սխալ հաշվարկով դա էլ էնտուզիազմով դերասանական չէի նկատել եւ ձեռքս այսպես ասած այդ երկու երկաթի արանքն էր մնացել մինչեւ ես կարողացա բացատրել որ այդ տեսանյութում իմ օգնականը իմ Շահանեն մեր ֆիլմի այսպես ասած հրեշտակը պահապան ինձ վալերիանկաներ է տալիս, որովհետև ես վատացել էի ոչ միայն ցավից, այլ որ չեմ կարողանում ասել, որ իմ ձեռքն է, ոչ թե ոտքը, հանգիստ թողեք այդ ոտքը։ Եվ այսպիսի միշտ շատ տարօրինակ բաներ էին տեղի ունենում եւ քանի որ Հայաստանում առաջին անգամ էր այսպես ասած սպորտային դրամա նկարահանվում եւ սպորտային դրվագները լիքն էին շատ տարբեր իրադարձություններ էր լինում օրինակ մենք ունեինք աշխատակիցներ ովքեր տարբեր աշխատանքներ պիտի կատարեին բայց փաստացի այդ մարդիկ եկել էին ու առավոտից երեկո ծանրաքարեր էին տեղափոխում որ խեղճ տղաները ընդհանրապես այսպես ասած դրա համար չէին այդտեղ հայտնվել իրենց էլ են ամենափոքրիկ օղակներին ֆիլմի մեջ շնորհակալություն այդ նվիրման համար եւ չգիտեմ այդպիսի դրվագները միշտ ուղեկցում էին մեզ հիմա ամեն ինչ չգիտեմ մի տեսակ կարոտով ու թախույցով ես հիշում չգիտեմ ինչի հետաքրքիր փաստեր իմ մասին ավելի շուտ իմ ընտանիքի մասին կա մի շատ հետաքրքիր եւ ինձ համար շատ հաճելի փաստ դա իմ հորեղբոր փաստն է ով շատ նման է եղել Սիլվեստր Ստալոնեին շատերը նույնիսկ կհիշեն որ կար այդպիսի մեկը ով որ ժամանակին մեկնել էր Ամերիկա ծանոթացել էր Ստալոնեի հետ նկարահանվել էր որոշ դրվագներում նա խաչքարագործությամբ էր զբաղվում եւ նույնիսկ կան այդ դրվագները, որ նա խաչքար է նվիրում Ստալոնեին եւ իմ մանկությունը անցել է այս մթնոլորտում հայրիկս քանի որ սպորտսմեն է նետաձիգ սովետական միության վարպետ սպորտի շատ էր ճամփորդում եւ տարբեր վիդեո տեսանյութեր էր բերում ֆիլմեր այդ կասետներով եւ ես ու եղբայրս մեծ կտորով մեծացել ենք Վանդամի Ստալոնեի ֆիլմերը դիտելով եւ այս ամենի հանդեպ սերը հետո արդեն ավելի հասուն տարիքում ռոկին 15 անգամ դիտելուց հետո ինձ բերել հասցրել է այս կետին եւ երբ որ այս ֆիլմը կայացավ եւ սպորտային առումով նույնպես կայացավ այսինքն ես որպես դերասան լիարժեք մտա այդ սպորտային կերպարի մեջ ոչ թե ձևացրեցի ինչ որ միտեղ կարծես ես նաեւ իմ հորեղբոր երազանքը կատարեի եւ ինչ որ միտեղ էլ իմ հայրիկի որպես ենթադրենք չեմպիոնության տեսանկյունից այսինքն
ինչ որ մի ընտանեկան բան էլ տեղի ունեցավ ինձ համար, ինչ որ հաշվետվություն եւ քանի որ այդ հանգամանքները ինձ համար շատ կարեւոր էին եւ գալիս էին մանկությունից, ես միայն հիմա վերլուծելով ուրախությամբ եմ դա հասկանում, ճիշտ է, հորեղբայրս ցավոք մեզ հետ չի այսօր եւ ականատես չեղավ այս ամենին, բայց կարծում եմ, որ ամեն բան էներգետիկա է եւ ամեն բան էլ հասկանալի է։ Լիահույս եմ, որ մի օր կհանդիպեմ Սիլվեստր Ստալոնեին, այս ամենը իրեն կասեմ եւ ինչու՞ չէ, գուցե նաեւ համագործակցենք այսքանից հետո։ Ես հետ կանգնողը չեմ, բժիշկ։ Պիտի պարապիմ։ Սցենարի ստեղծումը թերևս ամենահետաքրքիր շրջանն էր, որովհետև կար շատ ինֆորմացիա, բայց սցենարը դեռ գրված չէր, ու երբ արդեն պետք է սկսեի սցենարի գրելու process-ը, որոշեցի տեղափոխվել Գյումրի, որպեսզի կարողանամ այդ ատմոսֆերայում լինել, շատ ավելի ճիշտ փոխանցել զգացողությունները եւ խնդրեցի իմ ընկերուհուն Մարիամ Մեհրաբյանին իրենց շեստ հոգեբանական կենտրոնում ինձ սենյակ տրամադրել եւ ցերեկները գնում էի մարզասրահ, մարզվում էի մեր Քրիստինեի հետ, ով որ հանդիսանում է երիտասարդական հավաքականի մարզիչը եւ գիշերները աշխատում էի սցենարի վրա։ Շատ հետաքրքիր պահեր էր ինչ առումով, վերջերս ինձ հարցրեցին, արդյոք հնարավոր է լավ ֆիլմ նկարել վատ սցենարով եւ հակառակը լավ սցենարը վերածել վատ ֆիլմի։ Իրականում երբ սցենարը լավ է գրված, շատ դժվար է այն փչացնել եւ հակառակը վատ սցենարով ֆիլմը ահա որ բարդություն է առաջացնում, այսպես ասած լավ էմոցիաներ ստեղծելու եւ ես նույնիսկ հիշում եմ, որ առաջիկա այդ շրջանում, երբ որ դեռ կոմպյուտերով չէի աշխատում, այլ թղթերի վրա էր գրվում սցենարը, էպիզոդները, յուրաքանչյուր թղթի վրա արցունքի հետքեր էին մնում ու հետագայում, երբ արդեն ֆիլմը պրեմիերա ունեցավ եւ տարբեր երկրներում ցուցադրվում էր, մութ դահլիճում նստած ես հասկանում էի, որ այն ինչ որ նախատեսել էի սցենարում, որտեղ պետք է հանդիսատեսը հուզվի, որտեղ պետք է ծիծաղի, ես այդ ամենը կառավարում էի եւ կարծում եմ հետաքրքիր է ստեղծագործողի համար այդ պահերը, երբ քո միտքը դեռ քո գլխի մեջ է, քո ձեռքի միջոցով հայտնվում է թղթին, հետո դա իրականացվում է մեծ խմբի կողմից եւ դու կարողանում ես հետագայում տեսնել այն քո գլխի մեջ պատկերացրածը, ինչը որ երկար ժամանակ քեզ հուզել է։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին 2024 թվականի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ինձ համար շատ հուզիչ օր էր, շատ հուզիչ եւ կարծում եի ավելի հուզիչ օր չի լինելու ֆիլմի շրջանակներում, բայց երբ սկսեցին մեր եվրոպական ցուցադրությունները, ամերիկյան ցուցադրությունները, երբ առնչվեցի Սփյուռքում ապրող հայերի հետ, դա իսկապես սիրավեպ էր ուղղակի։ Ես հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, ովքեր ֆիլմից հետո թաց աչքերով մոտենում էին ինձ ու ես հասկանում էի, որ մենք անցել ենք լավ ֆիլմ, վատ ֆիլմ հասկացողությունների մակարդակը։ Ես մարդկանց մեջ տեսնում էի կարոտ, անսահման կարոտ հայրենիքի, հայի լավ տեսակի նկատմամբ։ Ֆիլմը վերջանում է հաղթանակով, եռագույնը ծածանելով, բայց մարդիկ այնպես էին հուզվում, կարծես ինչ-որ մի կորուստ է տեղի ունեցել։ Դա խոսում էր միայն մի բանի մասին եւ նաեւ փաստում էր այն պահը, որ հայերը իսկապես կարողանում են միախմբվել եւ նույն բանի մասին մտածել, երբ հաղթանակի մասին ֆիլմը դիտելուց սկսում էին արտասվել։ Դա ինչ է նշանակում, որ մենք բոլորս հաղթանակների կարիք ունենք, փոքր, մեծ, սպորտային թե գիտության ոլորտում։ Էլ չասեմ, որ այսօր մեր ինքնությունը պահպանելու հարցում հաղթանակելու խնդիր ունենք։ Իսկ արվեստը դա լավագույն միջոցն է աշխարհում քո դեմքը պահպանելու, քո ինքնությունը պահպանելու եւ ներկայանալի լինելու համար։ Բարև հայ ազգիս, այժմ ես իմ հաղթանակս կնվիրեմ Արցախում կռվող մեր տղեկին։ Մենք ձեզնով ենք ուժեղ, մենք ձեզի հետ ենք։
Սփյուռքի ցուցադրությունները հուզիչ էին։ Հուզիչ բառը նույնիսկ չի կարող նկարագրել այն զգացմունքները, որ կային։ Ես հիշում եմ, որ Ամերիկայի ցուցադրության ժամանակ, երբ հնչեց հայոց հիմնը, օրհներգը, 500 մարդ ոտքի կանգնեց, տղամարդ թեկին։ Եվ այդ պահերին հպարտություն էր ոչ թե որ դու նման ֆիլմ ես ստեղծել, այլ որ քո մարդիկ, քո ազգի ներկայացուցիչները, հայերը, բոլորը միաբերան նույն էմոցիաներն են ապրում եւ այս պահին բոլորի ցանկությունը մեկն է՝ տեսնել հաղթանակած հայրենիք։ Ֆիլմի ցուցադրությունների ընթացքում շատ հետաքրքիր պահեր եղան, երբ ես տարբեր վնասվածքներ ունեի եւ միջև հիմա պայքարում եմ որոշների համար եւ չգիտեմ կյանքի ընթացքում դեռ ինչեր կպարզվեն այս ծանրաբեռնվածությունների, ճողվածքների, մենիսկների եւ այլն, չգիտեմ, հատկապես երբ տատիկ դառնամ եւ որոշվի, որ անձրևը որոշի գալ, չգիտեմ ինչ էմոցիաներ կապրեմ, բայց ինչ էլ որ լինի, ես մի դրվագ եղավ Բեռլինում, երբ մեր հանդիսատեսից մեկը ամասայլակի վրա էր, արդեն 20 տարի պայքարող, որպեսզի հաղթի, այսպես ասած, իր անզորությունը, եւ երբ ֆիլմից հետո ինձ խնդրեցին մոտենալ, ես մոտեցա, ես ամաչում էի, որ ես կանգնած եմ իր հետ խոսում ու ինքը նստած է եւ սովորաբար հակառակն է, չէ՞։ Ինքը ուղղակի ինձ գրկեց եւ ասաց, որ այս ֆիլմը իրեն երկրորդ շանս տվեց պայքարելու։ Բոլոր ծափահարությունները, կոմպլիմենտները, որ ես ստացել եմ այս ամբողջ ընթացքում, շատ հաճելի էր իհարկե։ Յուրաքանչյուր արվեստի մարդու ով ծափահարությունները փաստորեն ապրում, բայց այս խոսքերը շատ արդեն մարդուն էր վերաբերում, ոչ թե արտիստին, ռեժիսորին, սցենարիստին կամ պրոդյուսերին։ Սա ամենաանգին պահն էր եւ ես չեմ ուզում անուն տալ, չնայած շատ լավ գիտեմ այդ անձի անունը, բայց շնորհակալ եմ իրեն այդ բառերի համար ու նաեւ մաղթում եմ, որ այդ ասֆալտից, այսպես ասած, ծագած ծաղիկը, որ իր մեջ էլ փաստորեն ծաղկեց, դուրս եկավ, շարունակական լինի եւ ինքն էլ դառնա Աստծո այն բացարձակ որոշումը, որ պիտի քայլի։ Պատահում է, չէ, որ ասֆալտած ճանապարհով քայլում ես ու մեկ էլ տեսնում ես մի ծաղիկ ասֆալտը ճեղքել դուրս է եկել։ Ես էլ ուզվեցի, ողջ չի ուզվել։